Սիրելի ժողովուրդ, նախ եւ առաջ ուզում եմ, որ մենք հիմա ձեր հետ միասին մեր աջակցությունը հայտնելով ապօրինի կալանավայրերում գտնվող մեր հայրենակիցների եւ նրանց ընտանիքների աջակցության համար բարձր ծափահարենք։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Հայրենակիցներ, մենք այսօր այստեղ ենք, այո, առաջին հերթին աջակցություն հայտնելու համար մեր հայրենակիցներին, ովքեր ապօրինաբար քրեական հետապնդման են ենթարկվում, ովքեր ապօրինաբար զրկված են անձնական ազատությունից եւ ովքեր այսօր շարունակում են ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկվել ակնհայտ քաղաքական իրենց դիրքորոշումների եւ գործունեության համար։ Մենք այսօր այստեղ ենք նաեւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքի մոտ, որովհետեւ Հայաստանի սահմանադրության համաձայն գլխավոր դատախազությունը եւ դատախազությունը այն միակ ու բարձրագույն մարմինն է, ով ուշադրություն պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությունով է օժտված, ով պետք է եւ պարտավոր է հետևել իրականացվող պատժի եւ հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ։ Սա մի մարմին է, որը պատասխանատու է երկրում օրինականության հաստատման հարցում։ Եվ այս մարմինը հենց ինքն է խախտում Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքը, մայր օրենքը, սահմանադրությունը։ Ուրեմն մենք այստեղ ենք պահանջելու համար, որ գլխավոր դատախազությունը եւ դատախազությունը, դատախազները կատարեն իրենց սահմանադրական պարտքը, իրենց տրված երդումը։ Դատախազներին եմ ես հիմա դիմում, դուք երդում եք տվել, որպեսզի անշեղորեն ղեկավարվեք Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանեք մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, ձեր գործունեությամբ դուք երդվել եք ամրապնդել օրինականությունը, բարձր պահեք դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումը բարի համբավը։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ տեր կանգնեք ձեր երդմանը, կատարեք ձեր սահմանադրական պարտականությունը եւ ձեր ընտանիքներին կոչ ենք անում, որպեսզի օր ու գիշեր ձեզ հորդորեն այս կարևոր առաքելությունը իրականացնելու։ Ցանկացած քաղաքական իշխանություն փոխվելու է, փոխվում է, բայց դուք պետք է օրենքի եւ սահմանադրության ձեր ծառայությունը մատուցեք, ոչ թե այս կամ այն քաղաքական իշխանության քիմքին համապատասխան, այլ բացառապես եւ միայն սահմանադրությամբ, իրավունքի գերակայությամբ եւ հայ ժողովրդի առջեւ ձեզ ստանձնած պարտավորությունների կատարման։ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը կգնա հատի ձեզ այդ ժամանակ եւ ոչ թե Փաշինյանի դավաճանական իշխանությունը։ Նա այսօր թե վաղը գնալու է, հեռանալու է, բայց մենք ենք մնալու, հայ ժողովուրդն է մնալու, արարելու այս հողի վրա, ապրելու այս հողի վրա, կերտելու իր պետությունը, պետականությունը, ամրապնդելու այն, որպեսզի մեր, ձեր, աշխարհասփյուր հայության զավակների համար լինի հենարան, լինի պետություն, որը ի վիճակի է նաև միջազգային ասպարեզում պաշտպանելու հայ մարդու, հայ ժողովրդի, հայոց պետության շահերը։ Հայրենակիցներ, մենք նաև, ինչպես գիտեք, շրջանառության մեջ ենք դրել Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքավանտարկյալների եւ նրանց իրավունքների պաշտպանության մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծ։ Այս հայտարարության նախագիծը վաղը պետաիրավական հարցերի հանձնաժողովում է քննարկման առարկա լինելու, իսկ ամսի 26-ին, նոյեմբերի 26-ին ժամը 11-ին ազգային ժողովում հրավիրվել են մեծ լսումներ, ներգրավելով նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպես նաև դրանց աչքերը բացվեն
թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այստեղ ենք նաև, որպեսզի այս հրավերը կատարենք գլխավոր դատախազին, ով ինչպես նշեցի, պատասխանատու է երկրում օրինականության հաստատման համար։ Հիմա մենք ավարտին բնականաբար այս նամակը կփոխանցենք եւ ամենավերջում արձանագրենք մեկ բան։ Մենք հայ ժողովուրդը չի հաշտվելու ապօրինի հայրենիքը շնամուն հանձնած, Արցախը թուրքերին ու ադրբեջանցիներին տված, հայ ժողովրդի համար հազարավոր կորուստներ բերած եւ այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնաշխան տարածքում շնամուն հանդուրժող Հայաստանի իշխանությունների գոյությունը մենք նրանց հեռացնելու ենք, գալու է Հայաստանի Հանրապետության ծաղկելու, արդարության առաջնորդելու ժամանակահատվածը։ Ազատություն